Դուք դիտում եք Ադրբեջանի եւ Հարավային Կովկասի տարածաշրջանի գլխավոր լուրերը CBC-ի հայկական ծառայության ալիքում։ Բաժանորդագրվեք մեր ալիքին Ադրբեջանում եւ նրա շուրջ տեղի ունեցող իրադարձություններին իրազեկ լինելու համար։ Այսօր ապրիլի 1-ն է, օրվա կարևոր լուրերը CBC-ի հայկական ծառայության եթերում։ Բելգիան բարձր է գնահատում Ադրբեջանի եւ Հայաստանի շարունակական ներգրավվածությունը խաղաղության գործընթացում։ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի եւս 5 վագոն հացահատիկ։ Ադրբեջանի արտաքին տնտեսական դիրքը մնում է շատ ուժեղ Մերձավոր Արևելքում հակամարտության ֆոնին։ Բելգիան հուսով է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև շուտով կստորագրվի խաղաղության համաձայնագիր։ Բելգիայի փոխվարչապետ եւ արտաքին գործերի նախարար Մաքսիմ Պրևոստը այս մասին գրել է X սոցիալական ցանցում իր ադրբեջանցի գործընկեր Ջեհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցից հետո։ Բելգիան բարձր է գնահատում Ադրբեջանի եւ Հայաստանի շարունակական ներգրավվածությունը խաղաղության գործընթացում, ընդգծել է Բելգիայի արտաքին գործերի նախարարը։ Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը հեռախոսազրույց է տեղի ունեցել Բելգիայի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև։ Հորմուզի նեղուցում տեղ ունեցողի հետ մեկտեղ որևէ առնչություն չունենք։ Շատ շուտով կհեռանանք, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Կարծում եմ մենք կհեռանանք 2 կամ 3 շաբաթից, նույնիսկ եթե Իրանը համաձայնագիր չկնքի։ Ռեժիմի փոփոխությունն իմ նպատակներից մեկը չէր։ Ես մեկ նպատակ ունեի, նրանք միջուկային զենք չեն ունենա, եւ այդ նպատակը ձեռք է բերվել։ Երբ մենք զգանք, որ նրանք երկար ժամանակ մնացել են քարեդարում եւ չեն կարողանա միջուկային զենք մշակել, այդ ժամանակ մենք կհեռանանք, գործարք կունենանք, թե ոչ կարևոր չէ, նշել է նա։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում Իսրայելի եւ Միացյալ Նահանգների օդային հարվածների հետևանքով մի շարք քաղաքացիական հաստատություններ են վնասվել կամ ոչնչացվել, հաղորդում է Թասնիմը։ Դրանց թվում են Մոբարակեհի փոխպատատզուլական գործարանը, Սպահան Շահիդ Հականիի նավահանգիստը, Բանդար Աբբաս Ֆարխունդեվ Փլեյնի մետաղգործական համալիրը, Շահար Մահալ եւ Բախտիարի Բուշերի օթերոթաբանական կայանը, բնակելի համալիրը Մալարդում։ Բռնագործության արդյունքում սպանվել է Իրանի դատական իշխանության ղեկավար Մոհսենի Էջեյը։ Ադրբեջանի ընդհանուր արտաքին տնտեսական դիրքը մնում է շատ ուժեղ Մերձավոր Արևելքում հակամարտության հետ կապված ռիսկերի ֆոնին։ Այս մասին ասվում է Նիդերլանդների խոշորագույն բանկային հոլդինգային ընկերության ENG գրապի կողմից պատրաստված ԱՊՀ երկրների մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ զեկույցում։ Փաստաթղթում նշվում է, որ Մերձավոր Արևելքում պատերազմը ազդում է ԱՊՀ տարածաշրջանի վրա մի քանի գործոնների միջոցով, այդ թվում վառելիքի գների աճով, համաշխարհային ռիսկի հակվածության նկատմամբ, առևտրի հնարավոր խափանումների եւ գնաճի աճով։ Ընդգծվում է, որ նավթի գների աճը բարելավում է Ադրբեջանի եւ Ղազախստանի արտահանման հեռանկարները միաժամանակ ճնշում գործադրելով Հայաստանի վրա, որը կախված է էներգակիրների նրմությունից։ Այսօր Ադրբեջանի տարածքով տարանցիկ ճանապարհով Հայաստան կուղարկվի եւս 5 վագոն հացահատիկ։ Գնացքը ճանապարհ դուրս կգա ադրբեջանական երկաթուղիների Բիլաջար կայարանից։ Մինչ օրս Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել ավելի քան 23000 տոննա հացահատիկ, 1000 տոննա պարարտանյութ եւ 68 տոննա հնդկացորեն։ Հիշեցնենք, որ ռուսական ցորենի վերջին առաքումը Հայաստան-Ադրբեջանի տարածմամբ տեղի ունեցել մարտի 19-ին։ Այս ժամանակ ուղարկվել էր 489 տոննա բեռ։ Մեր ալիքի տեղեկատվական գործընկերն է Երևան տեղեկատվական վերլուծական կենտրոնը։ Ադրբեջանցի եւ արտասահմանյան հեղինակների արդի վերլուծական նյութեր, հարցազրույցներ եւ հրապարակումներ, տարածաշրջանի պատմության, այսօրվա իրողությունների, ինչպես նաեւ ազգամիջյան հակամարտությունների պատճառների եւ հետևանքների վերաբերյալ։ Բոլոր այս նյութերին դուք կարող եք ծանոթանալ այցելելով կենտրոնի Երևան.com կայքի Facebook-յան էջը։
Այսօր Հայաստանում ամենակննարկվող թեմաներից մեկը Ղարաբաղահայերի հարցն է, ովքեր այսօր ապրում են երկրի տարբեր քաղաքներում ու գյուղերում։ Չնայած այն հանգամանքին, որ Բաքուն բազմիցս ամենաբարձր մակարդակով առաջարկել էր Ղարաբաղի հայերին ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն եւ մնալ իրենց տներում, նրանցից շատերը անջատողական ռեժիմի ներկայացուցիչների սպառնալիքների եւ ճնշումների ազդեցության տակ լքեցին Ղարաբաղը եւ տեղափոխվեցին Հայաստան, որտեղ մինչ օրս ապրում են սոցիալական ծանր պայմաններում։ Աղքատության մեջ ապրում Ռիմա Աբրահամյանի ընտանիքը։ Կնոջ խոսքով երեխաները առողջական լուրջ խնդիրներ ունեն, սակայն ընտանիքը ֆինանսական հնարավորություններ չունի նրանց բուժման ծախսերը հոգալու համար։ Էպիլեպսիա դա բուժում չունի, Ղարաբաղ տեղ չմնացա, որ չտանեմ։ Ասացին, եթե այդ մենը փաուսի թուղթը չբերես, վճարով է լինելու։ Այդ թուղթը պետք է տանեմ, ես տամ ընտանեկան բժշկին, ես կամ քինամ, անվճար բուժվի։ Փաուսը 5 ամիս է, որ կտրել է։ Բազմանդամ ընտանիքի մեկ այլ անդամ Թամարա Գասպարյանը դժգոհում է, որ թեև իր ամուսինը Ռուսլանը աշխատում է, սակայն ստանում է այնքան չնչին աշխատավարձ, որ այն չի բավարարում ոչ միայն հագուստի, այլև նույնիսկ սննդի համար։ Գնում եմ խանութից պարկո բան եմ վերցնում, ենեմ հիմա 15,000 պարկը, որ գնում եմ բան եմ ուզում, ասում չեմ տալիս, միջով դու չբերես 10, չեմ կարա տա։ Չնայած այն հանգամանքին, որ այս մարդիկ Երևանում բազմաթիվ հանրահավաքներ են անցկացրել, կոչ անելով Հայաստանի իշխանություններին ապահովել իրենց բնակարանով եւ ֆինանսական աջակցությամբ, իրավիճակը շարունակում է մնալ անփոփոխ։ Մինչ օրս նրանք ստիպված են ապրել հանրակացաներում եւ տնակներում, իսկ ոմանք, ինչպես Թամարայի ընտանիքը, վարձով բնակարաներում, աղետալի պայմաններում։ Թափվում է, ասում են ինչ անեմ։ Ասեցի գոնե այդ 20-ի փոխ 20 բաներա 100-ը լավ վերցրու, որ մենք կարանք տոնը ռեմոնտ անենք։ Ասաց չէ, էսա։ Հայաստանում հաստատված բազմաթիվ Ղարաբաղահայերի նման Գասպարյանների ընտանիքը այսօր խեղդվում է աղքատության ճիրաներում, եւ դա այն ժամանակ, երբ այսպես կոչված Ղարաբաղյան կլանի ներկայացուցիչները Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, ինչպես նաեւ անջատողական ռեժիմի այլ ներկայացուցիչներ, որոնք հարստացել եւ միլիարդեր են կուտակել թալանելով Ղարաբաղն ու Հայաստանը, ոչ մի քայլ չեն ձեռնարկում հարազատ ղարաբաղցիների կյանքը լավացնելու, նրանց խնդիրները լուծելու համար։ Ընդհակառակը այսօր այդ մարդիկ ցապ ու շռայլ կյանք վարում Հայաստանում, չդիմանալով նման ծանր պայմաններին մի կտոր հացի փող վաստակելու եւ ընտանիքի հոգսերը հոգալու համար Ղարաբաղահայերից զգալի մասը լքել է երկիրն ու բնակություն հաստատել այլ վայրերում, իսկ նրանք, ովքեր մնացել են Հայաստանում, շարունակում են ապրել ծայրահեղ ծանր պայմաններում, պարզապես գոյատևելով։ Դուք դիտեցիք օրվա գլխավոր լուրերը CBC-ի հայկական ծառայության ալիքում։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, հավանեք եւ մեկնաբանեք, որպեսզի մեր լուրերը ավելի շատ մարդ կարողանա դիտել։